Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նազարյան, կանխատեսում ունեք քվեների քանի տոկոսն եք ստանալու։ Արդյոք 50%-ն։ Կարծում ենք այո, ավելի քան վստահ ենք։ Ինչով եք վստահ, հաշվի առնելով նաև նախորդ ընտրությունների ձեր ստացած։ Նախորդ 2021 թվականի մասին։ Ուրեմն ասեմ, նախորդ ընտրություններին ես հնարավորություն չէի ունեցել որպես համայնքի ղեկավար, որպես տեղակալ ծառայել համայնքում, իսկ այս ընտրություններից առաջ 2.5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջի տեղակալի պաշտոնում, այնուհետև 4 ամիս մի փոքր ավել եղել եմ որպես համայնքի ղեկավար ու հասցրել ենք անել գործեր, շփվել մարդկանց հետ, ճանաչել, այդ ամենը մեզ թույլ է տալիս մտածել ու սպասել այդ արդյունքներին, քայլենք։ Սարիբեկյանը քիչ առաջ լրագրողներից հետ զրույցում նշում էր, որ վախի մթնոլորտ է փարաքարում եւ սպանությունները կշարունակվեն, եթե ինքը չլինի ղեկավար։ Իր հետ չեմ կարծում, ես ուզեք իջեք նոր գանք, Ժողովուրդ ջան, չընկնեք։ Սպանությունների մասին է խոսում, որ Սարիբեկյանը։ Չեմ կարող ասել, խնդրեն գոռից, հա, այդ ամեն ինչը հարցնեիք, չգիտեմ ինչի մասին է խոսել գոռը։ Վախի մթնոլորտ չկա փարաքարում ըստիս ու ամեն ինչ նորմալ է լինելու, գնալու է իր հունով, ժողովուրդը գնալու է դեպի զարգացում։ Պարոն Գյուլնազարյան, այս պահի դերությամբ ընտրությունների ընթացքը ինչպես է գնահատում։ Ընտրությունների ընթացքը նորմալ, բոլոր տեղամասերում իմ տեղեկություններով ամեն ինչ նորմալ է, բնակչությունը գնում են, ընտրում են, ոչ մի տենց արտարոց դեպք չի գրանցվել։ Պարոն Գյուլնազարյան, այդպես էլ փարաքարի բնակիչների եւ ընդհանրապես հանրության համար այսպես մութ մնաց ձեր հրաժարականի այն դրվագը, որ ասում եք, ես միջադեպին պատահաբար եմ այնտեղ մասնակցել, սրա վերաբերյալը ինչ կասեք։ Չեմ կարծում, որ հանրության համար մութ է մնացել, որովհետև բազմիցս դրա հետ կապված ես հարցազրույցներ եմ տվել, նույնիսկ ներկայացրել եմ, որ թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը իրենց եզրակացություններն են տվել, այդ եզրակացությունները եղել են իրատեսական, չեմ կարծում, որ ձեր կամ հանրապետությունում մեր մեջ կա մեկը, ով չի վստահում իրավաբաններին, չի վստահում դատախազներին, չի վստահում քննիչներին, որովհետև թույլ կտակ վերջացնեմ, եթե թույլ չեք տալու վերջացնեմ, չեք հարգելու ինձ, վերջացնեմ, հետո կհակադարձեք պատասխանեմ, բարի, խնդրում եմ ձեզ։ Ու այդ եզրակացություններն էլ կա, ժողովուրդն էլ դրա մասին իրազեկված է։ Եթե մարդիկ էլ կան, որ չեն վստահում, իդեմս ձեզ հարգելիս կարող եք գնալ, որոշումները վերցնեք եւ բողոքարկեք։ Շնորհակալություն, լավ օր ձեզ։